Ողջույն բարեկամներ, ցանկացած մարդու հատուկ է մտածելու, թե ինչ անի, ոնց կազմակերպի իր կյանքը, որ առավել սահուն եւ բարձր օգտակար գործողության գործակցով հասկացնի այն։ Մարդկությունը ստեղծած օրվանից միշտ ինչ-որ ձևեր է մտածել, իսկ փիլիսոփաները հակված են եղել այդ ամեն ինչը ձևակերպել եւ թողնել մարդկության։ Այդ փիլիսոփաների մեջ եղել է նաև ազգության հայեր։ Շատ հեռու պես չգնա։ Ինչ է ասում մեր Մկրտչյանը։ Հարգանքներս այն մարդուն, ով փողով չի ծախվել։ Պարզ եւ հասարակ, ոչ մի հատուկ ինչ-որ, գերբնական բան չկա։ Հարգանքներս այն մարդուն, ով փողով չի ծախվել։ Թվում է թե մի ահավոր դժվար իրականացնելու բան չի, չէ՞, ընդհանրապես պետքա փողով չծախվել ու տեսեք միանգամից ինչքան բան կարող է շուրջներս փոխվել։ Մի հատ նայենք շուրջներս, տեսենք հələ այս փողից ծախված, փողին ծառայող, փողի դիմաց դեմքն ու բարոյականությունը կերպարակորցած քանի մարդ ունենք եւ դրանց պատճառով ինչ ավիրացություններ ու ողբերգություններ են գալիս մեր ազգի վրա։ Մեր մյուս անճարեղ մարդիկ պիտի մեռնի կեղծիկը, որ ապրի Հայաստանում։ Տեսեք, երկու բանաձև, պարզագույն, մի ծախվի ու մի կեղծի, մի ծախիր ու մի կեղծիր, մի ծախվիր ու մի կեղծիր, որ ապրի Հայաստանը, որ շրջապատումը դու ունենաս կանխատեսելի միջավայր, առողջ միջավայր, որ չունենայինք այս ամբողջ ողբերգության, սենց այս համաստեղությունն ու ոնց ասեմ, սելավը, որ թափում է մեր գլխին։ Ու դա շարունակվելու է, քանի մենք ականջալուր չենք ընդհանրապես այս երկու պարզագույն, իսկ թվում է թե քրիստոնեական ազգի համար առաջնային, որպես նորմ, քրիստոնեական նորմ, մի կեղծիր, մի վաճառվիր, մի դավաճանիր, թվում է, տեսեք, մեծ բան չի ուզում մարդուց, գերբնական, շատ պարզ, միաժամանակ ինչքան դժվար իրականացվող մեր օրերում։ Հետագայում ինչ-որ խոսալու ենք, գալու է կանգնելու նույն հանգուցալուծմանը, որովհետև այն որ մենք ազգովի փնտրում ենք ինչ անենք սրանցից, ոնց ազատվենք, ոնց լինի, ինչ լինի, ես սարսափում եմ այն մտքից, եթե հանկարծ մի օր, ասենք, կայծակ խփի եւ այս բոլոր չարիքները վերանան, մենք ինչ ենք ստեղծելու։ Ես սարսափում եմ այդ մտքից, ես չեմ ուրախանում այն մտքից, որ կայծակի սրանք կվերանան, այդ սրանց վերանալը դա լինելու է սրտի համար ուղղակի թեթևացած շունչ քաշել, բայց ոչ մի երաշխիք չունենք, որ մեր նոր ստեղծած ավելի լավ է լինելու, որովհետև մենք չենք գիտակցում, որ վաճառվել ամենակեղտոտ բանն է, որ կարող է լինի։ Սուտը, կեղծիքը մեր տունը քանդել է եւ շարունակելու է քանդել, եթե մենք սենց շարունակենք ապրել։ Իսկ հիմա հասնենք առաջնային թեմաներին։ Եվ բոլորը տեսել եք արդեն այս տեսարանը, ինձ տեքստը որպես դիտորդ հետաքրքիր չի, բացարձակապես, որովհետև պարզ է տեքստը։ Գիտեք, որ ես վերբալ անալիզի եւ body language-ի նաեւ բանն եմ, աստիճան ունեմ։ Կարող եմ ընդամենը ասել, ստեղ ինչ է կատարվում։ Լայն բազմոցին թիկնած նստած է տերը, նեղաթորին ոտերը լայն բացած, հնարավորինս մոտիկ եկած, կռացած նստած է ծառան։ Այս նկարը կարելի է կոչել տերն ու ծառան։ Իսկ այն մյուս Եվնուխը, տեսնում եք այնտեղից կանգնած, թրջված Եվնուխը, դա իր արտաքին գործերի նախարարն է։ Կանգնած կողքից նայում է, թե ինչ արդյունք է լինելու։ Տեսեք, այնտեղ բազկաթոռ կա, չէ՞, դատարկ։ Արժանապատիվ մարդը ենթագիտակցաբար չէր նստի սրա մեջ, չէր կսկվի գար առաջ, մի հատ էլ ոտերը չռեր գրկել այդ ամբողջ աթոռը, այլ կնստեր ընդեր, եթե ասենք դիվանին արդեն մարդ կա նստած, բազմոցին կներեք, բազմոցին արդեն մարդ կա նստած, ինքը կարող է հանգիստ նստել բազկաթոռին, եւ խոսեն իրար հետ, եթե անհրաժեշտություն կար, բայց ստեղ այդ հարաբերությունները չի։ Այս նկարը կոչվում է տերն ու ծառան։ Գիտեք, ում համար այս ամեն ինչը նորմալ է, ինքը բացահայտում է նաև իր միջի ծառային, իսկ դες նկար ընդհանրապես
Սա այս ծաղրական մատով ցույց է տալի, նայում ես այս որբին, այս մեր որբն է։ Այս նկարը դուք նայեք, սա ուղղված է Հայաստանը ներկայացնող, ինչ ասեմ, ցավոք եմ ասում, Հայաստանը ներկայացնող մի երևույթի, որին նվաստացում է, որը ինքնասեփական նախաձեռնությամբ նվաստացնում, ասեմ, ոչ մեկի հնարավոր չի նվաստացնել, կյանքում էլ այդպես, եթե նա ինքը հակված չի նվաստացվելու, բացարձակապես։ Կարելի է փորձեր անել մարդուն, որ արժանապատվություն ունի, փորձեր միշտ կարող են լինել, բայց դա չի նշանակում, որ փորձերը հաջողություն են գրանցելու։ Հիշեք, նվաստացնում են բացառապես նրան, ով հակված է նվաստանալու։ Ու այստեղ սա առաջի դեպքը չի, ինքը գնացել է սեփական կամքով նվաստանալու ու հանդիպմանը գնալով այդ թուրքական այդ կեպիով, բոլոր հանդիպումներով, որ ասի ես ձեզանից մեկն եմ, ընդունեք ինձ ձեր ակումբ, մի ծաղրեք, մի նվաստան, այսինքն ինչ ուզում եք արեք, բայց թողեք ես մի քիչ էլ խաղամ վարչապետի պաշտոնում։ Ու իրան թվում է, թե Թուրքիայից է կախված Հայաստանի վարչապետի պաշտոնում ով է լինելու։ Դե իհարկե դա իրավունք ունի մտածելու այնքան ժամանակ, քանի Հայաստանում չի աշխատում ամենապարզ բանաձևը։ Փողով մի ծախվեք, մի կեղծեք։ Այ հենց այս բանաձևերը սկսեց աշխատել, այս ամեն ինչը դառնում է միանգամից փուչ, հասկանում է, որ ինչքան ուզում ես դու ծառայի, սուլթանի, միևնույնն է, քո ժողովուրդը չծախվող ու չկեղծող է, դու իր համար ոչնչություն ես։ Այսօրվա վիճակում էլ ինքը ոչնչություն է, նույնիսկ այս պարագայում ինքն իր ճակատագիր ավելի շատ կապում է հենց թուրքերի կամքի հետ, նրանց կամքի եւ ազդեցության հետ, քան ներսի ժողովրդի։ Նույնիսկ այս պարագայում դու պատկերացեք ինչքան է նվաստացած եւ ոչնչացած սեփական արժանապատվությունը եւ ընդհանրապես այն ինչ որ հնարավոր էր նվաստացնել եւ ոչնչացնել, որ այս պարագայում որ Հայաստանում չվաճառվելը մի տենց ակտուալ թեմա չի, չկեղծելը մի տենց քաղաքականության չէ, հասարակության կողմից այդքան պահանջված չի, նույնիսկ այս պարագայում ինքը ոչ մեկը։ Դրա համար էլ Ադրբեջանը կարողանում է պահանջի վրայից դնի, այսինքն դու նաև պետքա փոխես գերբդ էլ պետքա փոխես, որտեվ այս գերբի մեջ դու պահանջներ ես ներկայացնում, դու ստեղ իրանք վտանգ են տեսնում, այսինքն եթե դու այսպիսի մեկն ես, նշանակում է քո նկատմամբ կարելի է ամեն ինչ ներկայացնել, ամեն ինչ, որովհետև դու ինքդ ես այդ դիրքով կանգնել, երբ կռացած կանգնած ես, մի զարմացիր, որ դիրքիցդ օգտվողներ կան, կներեք անկեղծությանս համար, իսկ ինքը հնարավոր բոլոր դիրքերն ընդունել է թուրքերի մոտ եւ պատրաստ է ընդունել կողքնել կանգնած Եվնուխին, մոմբռնողին, որպեսզի ավելի հետաքրքիր լինի իրար։ Նրանք էլ են պատրաստ, հակառակ դեպքում ինչ գործ ունեն այդտեղ։ Իսկ սա մի տեսակ զարմացել է, ասում է, տխմարները իմ մասին խոսելիս ասում են այդ փնթի էգը, տգետ հարճը, սա ասում է Փաշինյանի Նիկոլի, չգիտեմ, սա ինչ ասեմ, համատեղության կարգով երեխաների մայր Աննա Հակոբյանը։ Ինքը զարմանում է, որ իրեն ասում են փնթի էգ։ Այս նկարին նայողը ինչ պետք է ասի։ Ո՞վ է սա։ Սա արդեն ինքը վարչապետի բանն է, ամբողջ, ասենք ասեմ, ֆինանսական եւ ազդեցության հնարավորությունները օգտվելու պարագայում է ինքը այս փնթին։ Ես չեմ ուզում իր անցած նկարները ցույց տամ, որ մարդիկ չասեն, դե լավ, սոցիալական ողորմելի վիճակում գտնվող մարդուն ինչի ես դու դիսկրիմինացիա անում։ Ոչ, արդեն այստեղ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, բայց բովանդակության իմաստով փնթին մտնում է փնթի, որովհետև փնթին դա հագուստ չի, դա հոգեվիճակ է։ Տգետ հարճը դա հագուստի հետ ընդհանրապես կապ չունի, սոցիալական ստատուս էլ չի, տգիտությունը դա նույնպես հոգեվիճակ է, հարճը էլի հոգեվիճակ է, այսինքն ոնց գցում բռնում եք, ոնց հասկանում եք, մարդու հոգեվիճակն է,
արտահայտվում եւ իր սովորելու նկատմամբ հակումներին, հա, եւ իր հակուկապի եւ իր ինքնադրսևորմանը, դա բոլորը ամեն ինչ հոգեվիճակը, դա կատարվում է ենթագիտակցության մակարդակի վրա, դրան գումարած անձնական կյանքի փորձառություն, անձնական փորձառություն, այդ ամեն ինչը գումարվում է, դառնում է սովորություն, դարձնում է մարդը հենց ինքն է, իր անցյալը եւ ենթագիտակցության մեջ այն ինչ որ ինքը ունի կուտակած, հենց դա էլ անցյալն է մեծ հաշվով, որովհետեւ մարդը գիտակցական կյանքում մարդը ապրում ընդամենը 5% կյանքում, իսկ սրանց պարագայում կարելի ասել այդ 5%-ն էլ չկա, որովհետեւ գիտակցական մակարդակում ապրելու համար առնվազն գիտակցություն է պետք, իսկ իրանց մոտ հաստատ դա չկա, ու զարմացածը որ ասում են փնտի egg ու տգետ հարճ, իսկ ինչու եք այդքան նեղացնում ձեր բնութագիրները մարդկանց համար, մարդիկ շատ ավելի խորն են գնում նկարագրելու համար ձեզ, Աննա Հակոբյան, ոչ օրինակ ես ուզում եմ հիշեմ երբևէ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի, Բելա Քոչարյանի կամ Ռիտա Սարգսյանի երբևէ մեկը պես բանելով բնութագրել է, երբեք Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի ես տեսնում եմ, բացի հարգանքից, ինչքան չսիրեինք Լևոն Տեր-Պետրոսյանին, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի նկատմամբ ոչ մի պահանջ չէր կարող լինել, նույնը Բելա Քոչարյանը, իր համեստության, կոռեկտության համար, դա նույնս եմ ասում, ինչքան ատեինք Ռոբերտ Քոչարյանին, Բելա Քոչարյան, դա անձեռ մխելի մարդ էր, իր համար ինքը երբեք ոչ մի ամբիցիա չուներ, ինքը աշխատում էր իր ոճի մեջ, առնվազն չխանգարի, չնյարդայնացնի հանրությանը։ Մի քիչ ավելի բաց մարդ էր, ազատ մարդ էր Ռիտա Սարգսյանը, բայց նրան ասել փնտի egg, հա, ու տգետ հարճ ոչ մեկի մտքով չեր անցնի։ Բացարձակապես ոչ մեկի մտքով չեր անցնի։ Բայց այս պարագայում անցնում է ու ես ասեմ, սա դեռ ամբողջական բնութագիրը չի, այնտեղ շատ ավելի խորն է գնում մարդկանց բաները, ֆանտազիաները։ Ինչ եք այդքան նեղացրել ձեր բերումները, Աննա Հակոբյան, բայց ոչինչ, դուք ժամանակ կունենաք այդ ամեն ինչը հիշելու, գուցե դրանց մասին գրելու, երբ որ դուք հայտնվեք ճաղերի հետևում։ Իսկ մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա լինի շատ շուտ, որ դուք հանկարծ չմոռանաք էլ ինչեր էին ձեզ ասում, էլ ոնց էին ձեզ կոչում, հա, դա շատ կարևոր է։ Եվ այսպես։ Պարզվեց Արամուսի հայտնի բանջարեղենը որոշել է արդեն, իրանց արդեն փաստորեն կես կուսակցություններ ունեն, ով է իրանց վարչապետի թեկնածուն։ Էլի ոնց սկսում բռնում ենք, էլի նույնը, այս գիտեք որն է, ով է կարտ սիրում խաղալ, կարտ ունի, բան, չէ, սովորական, ասենք նույն կարտերն են, ոնց ուզում ես խառնի, այդ 36 հատ կարտն է, ոնց ուզում ես խառնի, այդ 36 հատ կարտերով պետք է խաղաս։ Հիմա Ռուսաստանը շպրտել այդ 36 հատ կարտը, պայմանականորեն եմ ասում, հա, ոնց ուզում ես խառնի, այդ 36 հատ կարտն է, ինչ ուզում ես երգի, ոնց ուզում ես երգի, նույն թեմայով է գալիս, էլ վերցել, գցելա, բռնելա, իհարկե ոչ ինքը կան ուղեղ չունի եւ երբևէ առանձնապես չէր փայլեդանով, որոշել են, որ Էդմոն Մանուկյանն է իրանց։ Իսկ ով է Էդմոն Մանուկյանը։ Ինտերնետը դաժան բան է, բայց մի հատ լսենք ով են սրանք։ Սա մենակ Էդմոն Մանուկյանի մասին չի, բայց այս հարցումը, որ ես գտել եմ, շատ հետաքրքրական է, նաեւ Էդմոն Մանուկյանի։ Ադրբեջանը ռուսական զենքով սկսեց մեզ հարվածել գերժամանակակից ռազմամթերքով, մի տեսակ անվստահություն է իսկապես հասարակության մեջ ձևավորել Ռուսաստանի նկատմամբ որպես դաշնակցի։ Սա անհերքելի փաստ է։ Այնուամենայնիվ այս փաստաթղթում կան այն հիմնավորումները, որոնք կկարողանան մեզ թույլ տալ խուսափել այդ անվստահությունից, անցնել Սա 16 թվականի ապրիլյան պատերազմից հետո է, երբ որ քննարկում են, ոնց եղավ, որ հարձակում եղավ եւ պաշտպանություն չեղավ։ Եվ հիմա Վաղարշակ Հարությունյանը, իսկ ով է Վաղարշակ Հարությունյանը, նաեւ ով է Վաղարշակ Հարությունյանը, Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարար է եղել, վարչապետի խորհրդական է եղել է Մոսկվայում Հայաստանի դեսպան, ընդ որում լինելով Ռուսաստանի քաղաքացի, լսենք
էլ դրա վրայով։ Ուրեմն այդ ինքնաթիռները մենք բերել ենք 98 թվին եւ դա համակարգ է գործում։ Այդ ինքնաթիռները եւ այս 300-ը ռուսական բազայի ուրեմն մտնում են մեր հակաօդային պաշտպանության համակարգի մեջ եւ ենթարկվում են միացյալ հրամկետին, որը գտնվում է Հայաստանում եւ դրա ղեկավարը հայ սպայը եւ որոշումները ոնց որ այստեղ նշված է ընդունում է հայկական կողմը եւ բացի դրանից որպեսի մարդիկ հասկանան ոնց է դա գործում հրաման ով է տալիս ինչ է տալիս սա արդեն գործում է 20 տարի է համակարգը ուրեմն կան փաստաթղթեր ծրագրեր ստորագրված եւ ռուսական եւ հայկական կողմերից նախարարների մակարդակով եւ ավելի ներքևիչացած ինստրուկցիաներ ասինքն հակաօդային պաշտպանության հրամանատարի Ռուսաստանի եւ Հայաստանի որտեղ ամեն ինչ հստակ նշված է թե եթե ինքնաթիռը մոտենում է Հայաստանի սահմանին, դա կլինի Թուրքիայի կողմից, Ադրբեջանի կողմից 50 կիլոմետրան զոնայում, ապա այստեղ տագնապ է հայտարարվում եւ ինքնաթիռները պատրաստ են եւ գիտեն ինչ պետք է անեն։ Եվ հրամանները եւ որոշումը խոցելու կամ նստեցնելու այդ ինքնաթիռը Հայաստանի տարածքում որոշումը հայկական կողմը։ Սյունիքում կանգնած մեր հակաօդային պաշտպանության միջոցները փակում են Ղարաբաղի օդային տարածքը։ Լսեցիք։ Նույնիսկ չեմ ասում, որ մենք որպես երաշխիք կարող ենք դա տեղափոխել այնտեղ։ Կամ նախ վստահության մասին խոսեց պարոն Հակոբյանը, կա կորսված վստահության խնդիր ու կա մեծ դեֆիցիտ։ Եվ մինչև ապրիլյան պատերազմի դեպքերը երկար տարիներ արդեն 3-4 տարի մեծ քանակությամբ Ռուսաստանի Դաշնությունից զենք է գնել Ադրբեջանը, ընդ որում հարձակողական, ընդ որում որոշ դեպքերում նաև մասսայական ոչնչացման բնույթ ունեցող զենքեր։ Եվ երբ որ Հայաստանում ընդդիմադիր գործիչները, էքսպերտները հայտարարում էին, մտահոգություն էին արտահայտում դրա հետ կապված, ասվում էր պաշտոնական մակարդակում, մեր ԱԳՆ-ի մակարդակում, եթե չեմ սխալվում, պարոն Հարությունյանը նույնպես մի հարցադրությամբ ասել է, որ դա բիզնես է, դա խնդիր, բան մեկ անհանգստանա եւ այլն եւ այլն։ Նրանք որ ծախել են, իրանք կվերահսկեն, բան։ Եվ ունեցանք ապրիլյան պատերազմը։ Եվ հիմա ասել պարոն Հարությունյան, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ու բանը ուղղաթիռները ուկրաինական էին, բան տանկերը որ բանը դրանք էլ, այսինքն T-90 տանկ չեն վաճառել Ադրբեջանին։ T-90 տանկ չի կիրառել ապրիլյան պատերազմի ժամանակ, Սոնցեպյոկ TOS 100 համակարգը չի կիրառվել, Սմերջը չի կիրառվել, եւ փակ պաշտպանության հանձնաժողովի փակ նիստի ժամանակ, երբ որ մեր ռուս գործընկերներն էին եկել, ես հիմա գալիս եմ այդ հակաօդայինի թեմային։ Մենք ասում ենք, բա ինչի վաճառեցիք, ինչ եղավ, սա գործընկերային հարաբերություն չի, սա խնդիր է մեր մեջ առաջացնելու, մեր ժողովուրդը լուրջ մտահոգված է, բան, ինչ էին մեզ ասում, դե գիտեք, ասում Ադրբեջանն էլ է մեր ռազմավարական գործընկերը, եւ սա նաեւ հրապարակային պաշտոնական մակարդակում է։ Հիմա հարց։ Այն համակարգը, որ պարոն Հարությունյանը ներկայացնում է, երբ որ ադրբեջանական ուղղաթիռներ մտնեն ռազմական, հայկական տարածք, ռուսական որևէ բան չի կարող դրա դեմ կիրառվել։ Իրանք իրանց գործընկերոջ դեմ թույլ չեն տալու, որ մենք բան կիրառենք։ Մենք մեր ազգայինը կկիրառենք, սա ուրիշ հարց է։ Բայց մարդկանց հույսով անել, ասել որ այս դրածաբան սաղեսա կգնան, կթռնեն, կխփեն, կգցեն, բան, նման բան չկա։ Եվ երկրորդը, այդ որ դուք ներկայացնում եք պարոն Հարությունյան, որ ստորագրված է 6-րդ կետը բան։ Ադրբեջանական թուրքական երկու ուղղաթիռ մտան հայկական օդային տարածք։ Ինչ արեց այդ համակարգը։ Ոչ մի բան, փախտեցին գնաց։ Դրանից հետո հայկական ուղղաթիռը խոցվեց պարոն Հարությունյան։ Հապկի մասին խոսեցիք, չէ՞։ Հապկը դատապարտող թիրախավորած հայտարարություն արեց դրա մասին։ Ասեց դատապարտում ենք մեր գործընկեր հապկ անդամ Հայաստանի Հանրապետության ուղղաթիռը խոցելու դեպքը, որը որ Ադրբեջանը խոցել։ Նորից եմ ասում, երբ որ ռուսական ինքնաթիռը խոցվեց։ Այդ մեջ ինչի է դուք բերում Ղարաբաղը։ Ղարաբաղը չի մտնում այս։ Ինչ ուղղաթիռը խոցվել պարոն Ղարաբաղյան։ Ղարաբաղյան ուղղաթիռը խոցվել Ղարաբաղի տարածքում։ Նոր ինչ էր ասում, որ հայկական հակաօդային պաշտպանությունը ծածկում է նաև Արցախի տարածքը։ Հիշում եք։ Ծածկում է նաև Արցախի տարածքը։ Այս մարդը որ արտահայտում էր ամեն ինչ, հետո դա Նիկոլ Փաշինյանի պաշտպանության նախարարը, հետո Նիկոլ Փաշինյանի դեսպանը։ Իսկ այս ամեն ինչը որ հիմա Էդմոն Մարուկյանն է ասում, իրան դրել են այդ դիրքում, որ ինքը դիրքերից խոսա։ Փաշինյան Նիկոլ այդ ամեն ինչը հանձնելուց հետո, որ ասեցին Արցախ, ասեցին Արցախ Հայաստան չի։ Արցախը երբ է Հայաստան եղել։ Հիմա սրանց, այս այդ բանը 36-ած կարտն է։ Սենց վերցնում են, խառնում են ու բաժանում են ժողովրդին։ Մի քիչ լսենք հələ։ Եվ որևէ բան գործընկերային բան չկա։
չէ, բայց Եթե դուք մի փոքրիկ անդրադառնանք, սա կոչվում է բան, այսինքն սա կոչվում է եթե կարելի է միշտ կարելի է խնդրեմ, պարոն ասել, որ Ղարաբաղ Դուք իրավաբան եք, դուք գիտեք Ղարաբաղը։ Ես թեմային էլի անդրադառնանք, Պարոն Հարությունյան, այսինքն կան հարցակվելու վրա, այդ ոչ մի բան մենք չօգտագործենք, ու ասենք դե դա Ղարաբաղն է։ ցավոք սրտի այստեղ գալիս է այս խնդիրը։ Տաուշի վրա որ կրակում էին Փաստորեն իսկապես որքան էլ ընդունվեց, վավերացվեց, խնդիրը Նայեք, այստեղից է գալիս այն իմ որված չեն պատճառները, թե ինչու են։ Դե հիմա ես ձեզ ասում եմ, քննարկումը բավականին լուրջ քննարկվեց, այդ որ ասում ենք չքննարկվեց, այդպես չի։ Լուրջ Սա գիտեք ով է։ Ռուբեն Հակոբյան, ես վերջերս Նիկոլին դատապարտող դուրս էլ եկե բեմ։ Դաշնակ անապետական ինչ ասես, էսել այդ 36 քարտերի կալոդի մեջ է։ Ինչ ասես եղել է։ Արդարացնում է ռուսներին հակաօդային պաշտպանությունը նվիրելու, բայց մեզ խափում են, որ ճիշտ է, մենք իրար հետ ենք համատեղա, բայց հայսպանա հսկում, հայսպանա որոշումները կայացնում, բայց ոչ մի բան չի կատարվում։ Թուրքական ուղղաթիռը մտնում է, չեն խփում։ Ես դες հիշեցնեմ, բանի ցուցումունքնի մեջ էր պաշտպանության նախարարի Դավիթ Տոնոյանի, որ թուրքական F-16-երը, երբ որ հայտնվեցին տարածքում, իրանք զեկուցեցին Ռուսաստան, ասեցին խփենք թե չէ, դերից ասեցին չէ։ Բա որ հակաօդային պաշտպանությունը մերն էր։ Այս ստախոսներ, տոտալ մանիպուլատորներ, ռուսի ծառաներ, հայազգի դավաճաններ, բա հայսպան ինչ էր զանգում Ռուսաստան։ Թուրքական ուղղաթիռները որ խախտում են սահմանը, հայսպան ինչի է զանգում Ռուսաստան, ինչի չի խփում։ Եթե Արցախն էիք դուք ծածկում, բա բայրակդարները ո՞նց էին կոտորում արցախցիներին։ Թե արդեն Էդմոն Մանուկյան արդեն դու որոշել ես Արցախ Հայաստան չի կարան եւ կոտորել։ Հիմա ինչ է առաջարկում ում առաջարկում այս Արամուսի հայտնի բանջարեղենը մեկին օրակուրսով եւ գիտի մի օր Նիկոլի դեսպանն է, մի օր Նիկոլի քննադատն է, մի օր Արցախը Հայաստանն է, մի օր Արցախը Հայաստան չի, բազմակի օգտագործած բոլոր հնարավոր ձևերով, դիրքերով օգտագործած ոնց որ Նիկոլ Փաշինյանը ընդ որում սեփական համազանությամբ ու նախաձեռնությամբ, որտեղ ուրիշ առաջարկելու բան չունի, ուրիշ ինչ պետք է առաջարկի։ Ինքը ոչինչ չարժի որ ուրիշ բան առաջարկի։ Հիմա էլ իրեն ասում են այս 36 կադոնի մեջ, հիմա բացում ենք կալոդը, Էդմոն Մանուկյան, բա ուրիշ մարդ չի լինելու։ Բայց այս կալոդի մեջ մենակ ինքը չի։ Ռեֆորմիստների կուսակցություն պատիվուներ առաջարկում են Վահան Բաբայանի տեխնացությունը։ Ոնց պատտվում ես այս ռուսական Կարմիր խաչը դրա։ Կարմիր խաչը չէ, Կարմիր աստղ է կներեք։ Ոնց պատտվում ես այս նույն կալոդն է։ Ասես խառնում են բաժանում են ժողովրդին։ Ու ժողովուրդը ոնց ուզում է խաղալ այդ կալոդով, կրվում է։ Որովհետև ոնց ուզում ես իրանց առաջարկած բան տեխնացիաներով խաղալ։ Դու միշտ պարտված ես, որտեղ բոլոր կարտը իրանցն է։ Ու ասում են լսի, էսա։ Ուրեմն տես սեղանի վրա էսա, միջև հիմա ասում են Նիկոլնա, Սերժիկնա, Ռոբիկնա, եթե չես ուզում, այնտեղ բազմասեր Էդմոն Մանուկյան կա, հա։ Վահան Բաբայան, ով այմանում Վահան Բաբայանն ով է։ Բախտի բեմամ թե պահտանում Ծառուկյան Գագոյի։ Բարեկամն է, որի միակ երազանքն է հնարավորինս բոլոր ձևերով ծառայել Ռուսաստանին։ Այսինքն էլի նույնից եմ ասում։ Որպես արժեք, որպես մարդկային արժեք չկա, առաջարկ չկա, առաջարկելու բան չունի։ Միայն բանի դիմաց կարող են վճարել, դա ծառայությունն է, բայց կոնկրետ Ռուսաստանին, որտեղ ուրիշ մարդ չի վճարելու։ Ուրիշ երկիր օրինակ վճարել։ Տեսեք, Անգլիան է կարող վճարել։ Կարող է Պարսկաստանն էլ վճարի, Հնդկաստանն էլ, չգիտեմ, Ֆրանսիան էլ վճարի, բայց ասենք իրանք ուզում են տեսնեն ինչի դիմաց են վճարում։ Դա հաստատ ինչ-որ ստանդարտներ է պետք է։ Ռուսաստանի համար ստանդարտներ չկա։ Ինչ ստանդարտ է։ Իրանցը բոլոր նույն ստանդարտն է, պատրաստես ծառայելու։ Պատրաստես ամենավերջին ստադիկոյություն։ Խնդրեմ, դու այդ կալոդի մեջ ես։ Ասես բաժանում են ժողովրդին, ոչ ժողովուրդը ոնց ուզում է խաղում է։ Կրվում է մեկը, ոնց ուզա խաղա, ուզենա խաղա, ինքը մեկը պարտադիր վիճակում է։ Ու սենց էլ բերում են մեզ դնում են։ Նույնիսկ ասում եմ, սրանք Պուտինի ձեռնոցներն են, իսկ Պուտինի համար ամեն ինչ շատ պարզ է։ Ինքը պարզ ասել է ինչա լինելու, լսեք։ И Нагорный Карабах.
и все прилегающие к нему районы являются неотъемлемой частью территории Азербайджанской республики и Нагорный Карабах. Այս ամեն ինչ գնալու է սա շուրջ։ Սրանից այն կողմ ոչինչ չի կարող լինել, ոչինչ։ Այսքան որ ասացի, ուզում ասացվածքով հիմնավորում եմ։ Ասма մարդու ինտելեկտուալ կարողություններն ու մակարդակը որքան բարձր է, այնքան ինքը չի ենթարկվում հրամանների, հասկանու՞մ։ Իսկ իրանք ընտրել են վատագույնը, որպեսզի այդ հարցը ընդհանրապես կյանքում չառաջանա։ Դուք հասկանում եք, անեք, ասենք, իրանց մոտ ինչ հարց պետք է առաջանա։ Ինչի պետք է չի ենթարկվեն։ Դե այնտեղ բան չկա, կամ իրանք մոտ ինչի պետք է չի ենթարկվի Ռուբեն Հակոբյանը։ Ինչ պետք է անել, որ չի ենթարկվի։ Կամ սա ինչ պետք է անի։ Հասկանում եք, ընտրում են ամենա վատին, որ ինքն էլ է հասկանում, եթե ես սա չանեմ, ես շիշ հավաքելով ապրեմ, ուրիշ բանի ընդունակ չես մարդ։ Իրանից մարդկային կապիտալ որպես ոչինչ չի ներկայացնում։ Հետևաբար ասացվածքը գալիս է ապացուցելու, որ իրանց հույսը բացառապես այս սրանք, որոնք վստահ լինելով, որ ամեն դեպքում իրանց էլեկտորատը հենց այդ մակարդակի վրա է, արդեն իրանց իշխանության 7-րդ տարում դեռ հայտարարում է, որ թալանվածը վերադարձվելու են, թալանողները պատժվելու են, անընդհատ չի կարող լինել։ Ու դա գիտեք ում ասում։ Մարդկանց, ովքեր նստած են բաներում, ներքևում իրար դիմաց, որոնք դեռ 7 տարի առաջ արդեն պիտի բանտերում լինեին։ Բայց 7-րդ տարին է նույն ձևով ասում է, նույն մարդկանց ու ունենց վստահության դեմքով է ասում, որտեղ ինքը վստահ է, որ ասենք իրանց էլեկտորատը, մեկը 5%, 6%, 1% էական չի։ Իր ինտելեկտուալ մակարդակում Վահան Բաբայանը կամ Էդմոն Մանուկյան, այսինքն կատարել ոչ մի բան, որտեղ ընդհանրություն չկա։ Ինքը չի մտածում մի նոր բան հորինի, մի նոր բան մտածի, ինքնուրույն գործողություն կատարի։ Չէ։ Կամ վարձկանա պետք է կատարի, կամ այնքան ոչ մի բան է, որ պետք է լսի սրան ինչ ասում։ Հա, ասեց, թալանվածը վերադարձվելու է։ Սպասենք եւս 7 տարի, որ թալանվածը կվերադարձվի։ Ես դա ման եմ ասում, Հայաստանում ես չեմ հավատում, որ հիմար մարդ կա։ Կամ կատարյալ հիմար է, կամ վարձ կա։ Այլապես ոչ մի տարբերակ չկա, ընտրություն չկա, սրանց ասացին լուրջ վերաբերվել, կամ սրանց ասածը լսել, հավատալ։ Ու դա ման եմ սահմանում, որ սրանց խոսածածը հենց իրենց էլեկտորատի համար է, կամ դու վարձ կանես, կամ կատարյալ իդիոտ։ Մեջտեղը տարբերակ չկա, ուրիշ տարբերակ չկա։ Իրական։ Լսենք սրանց համակարգը։ Սրանց համակարգը նայենք, որ 7 տարից հետո էլ խոսում ենք։ Դուք մեզ ահազանգել էիք, կխնդրեմ մանրամասնեք ինչ է տեղի ունեցել։ 2019 թվականին Բաղրամյան 25 պողոտայի շենքի բակում վիճաբանություն է եղել ամուսնուս եւ նույն շենքի բնակիչ Գենրիխ Արմենի Ալավերդյանի հետ։ 2-3 օր վիճաբանություն է տեղի ունեցել, արդյունքում ամուսինս դաժանորեն ծեծի է ենթարկվել, չկարողանալով նույնիսկ դիմադրել, ինքնապաշտպանվել եւ գլխի հարվածից, երկաթյա լոմի հարվածի պատճառով, դիֆուզ վնասվածքի պատճառով մահացել է։ Ամսի 18-ին արդեն ամուսինս մահացել էր եւ դրա վերաբերյալ Աննա Դանիբեկյանի որոշումով 25/05/2019 թվականին քննիչը փորձել է կալանավորման խափանման միջոց ընտրել, սակայն Աննա Դանիբեկյանի որոշումով մերժվել է քննիչի բողոքը, չի բավարարվել, պատճառաբանելով այն բանի համար, որ ենթադրյալ հանցավոր արարքի Գենրիխ Ալավերդյանի առնչությունը վկայող բավարար փաստական տվյալներ չկա, իսկ մենք այդ օրերի ընթացքում զբաղված ենք եղել ամուսնուս ուղարկավորությունով։ Պատկերացրեցիք,
Մարդու գլուխը երկաթալ ձողով ջարդել են։ Մարդը մահացել է, բայց ջարդողին ասում են հիմնավոր ապացույցներ չկա, որ այս մարդը մեղավոր է։ Ու Աննա Դանիբեկյանը ըստ մեծ ծառերով գնում էին, որովհետև ինքը Նիկոլի Նյուրնբերգյան դատարանով պետք է անցնի անպայման, որտեղ որ Նիկոլն էլ է դատվելու։ Աննա Դանիբեկյանն ասում է. ճիշտ է, մարդը մեռել է։ Ամեն ինչ պարզ է, երկաթի ցողով գլուխը ջարդել են, մարդը մահացել է։ Բայց այս գլուխը ջարդողը միջև ազատության մեջ է։ Այս գլուխը ջարդողը միջև հիմա ազատության մեջ է։ Դեպք եղել է 2019 թվականին, սրանք խոսում են, որ թալանվածը, թալանողները պատժելու են ասում բարոյական եւ ինտելեկտուալ որ աստիճանի պետք է վրա լինել սրանց հավատալու համար, սրանց ձայն տալու համար։ Իսկ եթե այդպես աստիճան կա, որ մարդ կարա այդպես լինի, այդ աստիճանի վրա գտնվող մարդը իրավունք չունի պետություն ունենալ։ Ազնիվ խոսք եմ ասում, իրան չի ասում։ Ինքը չի կարող հասարակություն կերտել, չի կարող սերունդ դաստիարակել, չի կարող։ Հա, ոնց որ սրանք չեն կարող։ Հիշում եք այն պատմությունը։ Այն դասատուի հետ կապված։ Հա? Արդեն բանը ես այդ հաջորդ օրը հասկացա, որ սա սրանցից է։ Մի մարդ, որ ասում ինչքան ճանաչում եմ հային, այնքան սիրում եմ թուրքին, դա պատմության դասատուն է, որին լկտի կերպով երեխաների մասին արդեն խոսացել եք, որ այս երեխեքը, այս երեխեքին որ մեծանում են, ուրիշ ձև չէին կարող մեծանալ, որ տեսում են այս խորհրդարանը, տեսում են այս դասատուներին, տեսում են փողոցում ինչ է կատարվում, իրանք այտենց էլ պետքա լինեին։ Ու ինքը այս դասատուն, որ թուրքերի քարոզն է արել, որի համար բողոքում են ամբողջ դպրոցը, մի անգամից նախարարի մակարդակով արժանացավ ման սատարումի, ասելով որ ձեզ դաստիարակեք ու ձեր երեխեքին դաստիարակեք ու իր գործը լավ կատարելու համար ուրիշ ԿՊ-ական պատգամավոր գալիս է մի անգամից այցելության եւ ոգևորելու դասատուին։ Ես մի բան կասեմ այս առումով, ուրեմն նայեք ինչ է ստացվում։ Ինչքանով էլ որ այդ աշակերտների այս հավաքական բազմությունը ցենզուրայից դուրս էր, ընդունված նորմերից դուրս էր, բայց ես ասեցի դա պատճառ ունի։ Ոչ մի ծնող, ոչ մի դասատու չի կարող նեղանալ, որ ասի աշակերտը լավա չի։ Եթե ինքը չի տեսնում դրա մեջ իր մեղքը։ Կարող է իր մեղքը անհատական չի, բայց ցանկացած համակարգ սահմանում է իր ստանդարտները շփումների, դա կլինի մարդկանց մեջ շփումների, դա կլինի падգամավորների մեջ շփումների, եթե падգամավորները իրանց կանգնած ծնողու լավ են հայոյում, հասկանում եք, դուք երեխեքից ոչ մի բան չունեք պահանջելու։ Մի խոսքով, այն հանգամանքը, որ երեխաներն ըմբոստացել են այս դասատուի դեմ, ուսան պաշտպանում է ԿՊ-ական նախարարն ու падգամավորները, ցույցատալի մի բան։ Ժողովուրդը իր բանով, զգացումով մերժում է ցանկացած թուրքական քարոզություն։ Սա դրա ապացույցն է նաև։ Ես այս թեմին, որպես այս ամբողջ այս թեմային, առանց որևէ կողմին վատաբանելու կամ վարկաբեկելու, ուղղակի վերլուծություն եմ անում ինքս իմ համար։ Ինչը առաջարկվել, ինչ ձև են արձագանքել, ով է արձագանքել, ով է շահառուն, հա, ես ասում շահառուն այս դեպքի, դա ԿՊ-ական թուրքերն են, դիմադրողականությունը եկել է ժողովրդից, ձևը բովանդակությունը դիմադրողականության վատն է։ Այո, լավը չի, բայց կա դիմադրողականություն, որը արդեն լավ է։ Իսկ եթե դիմացը լիներ մեկը, որ արժանինքներ ուներ, կարող է երեխաները իրենց տես չպահեին։ Իսկ եթե հեռուստացույցությամբ ցույց տային ոնց են падգամավորները իրենց նկատմամբ հարգանքով խոսում, այսինքն թեմայի մեջ խոսում, թեմայի մեջ, կամ հեռուստացույցով նայեին ոչ թե սերիալներն ու երաժշտությունը, այս լեքսիկոնը այլ ուրիշ բան, վստահ եղեք, աշակերտների լեքսիկոններ ուրիշ ձև կլիներ, վերաբերմունքներ ուրիշ մակարդակի կլիներ։ Դա այս համակարգը հնարավոր չի մարդ ապրի համակարգի մեջ ու համակարգից դուրս կարողանա ինչ-որ բաներ ունենալ։ 10%-ին եւ ավելի քիչ տոկոսին է հատուկ, հա, չվարակվել համակարգի թերություններով, չտրվել այդ համակարգի գայթակղություններին եւ չդառնալ դրա մի մասը 10%-ին։ Բայց մենք հասկանում ենք, որ ես այս երեխեքից ոչ մի բան չեմ կարող պահանջել, բացարձակապես։ Ու եթե ես իրանց ասեմ, այդպես պետք չէ,
դասատուին չի կարելի սուլել, իրանք ասեին հա 100%, հա բայց ինքն էլ սենց արել, իրանք էլ կասեին դել կա, բայց կընդունեին, կլսեին անպայման։ Մնացած միջև մեկ ուզում է երեխեքին բանանի, հա թերագնահատի կամ նեղանա իրանց վաղ պահվածքից, այո կարելի է նեղանալ, բայց ամեն ինչ իր պատճառներն ունի, ես իր պատճառներն արդեն լսեցի։ Գնանք առաջ։ Էսեցին բան կա, ես ուզում եմ իրետ նայենք։ Ինչի մասին է խոսքը։ Մեկ բան էլ ասեմ, հարգելի ոստիկաններ, իմիջայլոս, ճիշտ է, ձեզի կոնկրետ ազնապես դեր չի վերաբերում, բայց քանի որ հիմա հասարակական կարգից եք խոսում, երեք ազգային ժողովում համար մեկ ամբիոնը, Բարսագուն ամբիոնը ամենացածր փողոցային մագարտակով անարգեցին մի ողջ ամբիոն, մի ողջ պետական ինստիտուտ, եւ ամենավերջին հայոյանով մենք ստեի համար ենք պատասխանատու։ Պատկերացրեք, իրանք այստեղ եք, ստեղի անվտանգության համար են պատասխանատու, դուք ոչ մի բանի համար պատասխանատու չեք։ Թողեք այս մարդը խոսի։ Հիմա դուք ելի ազնապես տալիս։ Միտն եմ ասում, այնտեղ էլ է հասարակական կարգը։ Խոսքս էս ոստիկաններին է վերաբերում, որ իրանց թվում է ինչ-որ իրենք բանի համար են պատասխանատու։ Դուք այս ամբողջի համար եք պատասխանատու։ Ինչ որ հիմա կատարվում է դպրոցում, փողոցում, ազգային ժողովում, սահմանների վրա, ոնց են Նիկոլին ինքնական իհարկե իր նախաձեռնությամբ ստորացնում, նվաստացնում, դուք այս ամեն ինչի համար եք պատասխանատու, ոչ թե հասարակական կարգ ու կանոնի։ Այն որ դուք կոչում եք հասարակական կարգ ու կանոն, դա հասարակական կարգ ու կանոն չի։ Դա գաղութի այն ինչի դուք վերածել եք Հայաստանը, գաղութի ռեժիմի պահպանումն է։ Ինչ հասարակական կարգ ու կանոն։ Հասարակական կարգ ու կանոնը լինում է օրենքների շրջանակներում, եթե հասարակական կարգ ու կանոններ են։ Դուք տշած ունեք օրենքները։ Դուք մարդասպանին ասում եք ինքը մեղավոր չի, ճիշտ է, մարդը մեռել է, բայց ինքը չի սպանել։ Հիմա կասի ես դու դատավորը չեմ, չէ, դու դատավոր ես, դու դատավորի, դու գիտես որ դատավորը սխալ որոշումներ է կայացնում, դու դա իրականացնողում ես։ Դու ինքնակամ ես ընտրել այդ աշխատանքը, դու հասկանալով հանդերձ որ քո համազգեստը ու քո գործողությունները հակա հայկականա, հակա մարդկայինա, հակա օրինականա դու շարունակում ես անել, անունը դնելով, քեզ համոզելով, որ դու կարգ ես պաշտպանում, ոչ։ Դու ես ամբողջ հանցագործ համակարգի գործիքն ես։ Գործիքը։ Ու այդ խոսքը ոնց հրաման եմ կատարում, դու հանցավոր հրամաններ ես կատարում, որի համար դու պիտի պատասխան տաս։ Եթե մի քիչ ինտելեկտ ունենայիր, խոսքը հիշում ես այն, նույնիսկ հիշացնեմ, որ մարդու ինտելեկտը ինչքան բարձր է լինում, այնքան դժվար է ինքը հրամաններ կատարում, կամ հակառակ ինքը հրամաններ չի կատարում ուղղակի։ Հիշում եք այդ բանը։ Ուզում եմ գտնեմ, եթե կարող եմ, բայց լավ անցավ արդեն։ Հա։ Հրաման կատարելը, տուպը հրաման կատարելը, դա խոսում է ինտելեկտի բացակայության մասին, բայց դա չի արդարացնում հանցագործությունը։ Ու չի կարող արդարացնել հանցագործությունը։ Ու ձեզ շրջապատում, ձեզ ներողները ստախոս ու կեղծարար են։ Ձեզ բարև տվողները հակահայ են ձեր նման։ Էլի նորից եմ ասում, էլի գալիս եմ ամենա առաջի երկու բանին։ Պարամետրներին, ամենաերկու հարգանք են սեն մարդուն, ով փողով չի ծախվել։ Հիմա կասեք դուք փողով չեք ծախվել, բա ինչ եք արել։ Դուք այդ փողի անունը դրել եք պարգևավճար աշխատավարձ։ Որ հասկանալով, որ այդ աշխատավարձը դուք ինչի դիմաց եք ստանում։ Հա։ Միաժամանակ նայելով, նաև կեղծելով, որ չապրի Հայաստանը։ Որտեվ հենց այն պահին, որ դուք սկսեցիք չկեղծել, դուք այդ աշխատավարձներ չեք ունենալ, այդ աշխատավարձներ չեք ստանալ։ Հասկացանք իրար։ Այդ հեքիաթները գյուրնաստատու պատմեք օրինակ ձեր հարևաններին, այն մարդկանց, որ ասենք, որ մի հատ համազգեստով մարդ են տենում, գիտեն աշխարհի վերջն է, այ իրան ջեն բարև տանք, հաց ինքը ինչով է զբաղված, ինչ անում, իր արածի արդյունքում ես վաղը երկիր կունենամ, թե չէ, իմ երեխեն ապագա ունի, թե չէ, իմ երեխեն պաշտպանված է, թե չէ, այդ ամեն ինչի վրա թքած ունենալով գալիս ենք հասնում ենք այն պահին, երբ ուր էինք, երբ երեխաներին սպառնում են տնտեսական դպրոցում ներսում։ Գալիս ենք ասում ենք այդ ձեր հասարակական կարգն է, որ երեխեքին պարտադրում են արդեն թմրանյութ օգտագործել։
Այդ ինչը հասարակական կարգի մեջ չի մտնում։ Հա։ Այս հանցագործությունների մեջ չի մտնում, որ պետք է 7 տարի հետո արդեն բանալներ։ Հիշում եք այդ սադիկայի հայտարարությունը։ Հա։ Թալանված, թալանողներ, բան։ Թմրանյութ տարածելը չի մտնում դրա մեջ։ Թմրանը տարածողները չպետք է պատժվեն, այ նարկոման։ Այ փնթի անկեսարություն, ոչնչություն, այ նարկոման։ Թմրանյութ տարածելը հանցագործությունների մեջ չի մտնում։ Թե դա ձեր պոզիցիան է, դրա մասին չեք խոսում։ Արադի մարզի Մրճյան բնակավայրի դպրոցում 4-րդ դասարանցի երեխաներ կապվել են դպրոցի զուգարանում։ 4-րդ դասարան երեխեքին կապել են, պատկերացնում եք։ Ստիպողաբար թմրանյութ է լցրել նրանց քիթը։ Ինչի հետևանքով նրանք ձեռք են բերել թմրանյութային կախվածություն։ 4-րդ դասարանի երեխա Մրճյան, ես գիտեմ որ Արադի մարզում չէ հիշում գյուղը։ Մրճյան, Հովիկ Աբրահամյանի գյուղում։ Ու դա մեջ արել են դպրոցի ավագ դասարանցի աշակերտներ։ Եվ այս օրենքից, հասարակական կարգից, արդարությունից, իշխանությունից խոսացողներ, դուք հանցագործ եք։ Իսկ պարզ բան եմ ասում, մի երկրում, եթե այս աստիճանը հասել արդեն թմրանյութերի շրջանառությունը, նշանակում է այնտեղ այն շարքային ոստիկանից միջև երկրի վարչապետ ու նախագահ խառնված են թմրանյութ բիզնեսի դրա առևտրի մեջ։ Խառնված են, իսկ մենք գիտենք, որ խառնված են։ Իսկ մենք գիտենք, որ իրանք էլ տարածում են, իրանք էլ պահում են այդ թմրանյութերը տարածողներին ու հասել այնտեղ, որ 4-րդ դասանի երեխային բերանը փակում են, զորը մցնում են քիթը, որ կախվածություն ձեռք բերի։ Հիմա այս հարց եմ տալի բոլոր նրանց, ովքեր երեխաներ ունեն, եւ ընտանիքս կապ չունի, Հայաստանում ապրում։ Ձեզ թվում է, եթե դուք լոյալ եղաք այս իշխանության նկատմամբ, այս ամբողջ վտանգները ձեր կողքով sense բոլորն անցնելու են, ջրհեղերն անցնելու է ձեր կողքով, փողոց, այս փոթորիկն անցնելու է, այս նարկոտրաֆիկը անցնելու է, այս ամեն ինչը պատերազմ, ողբերգություններ, ամեն ինչ համակարգային ինչ որ կատարվում է, անցնելու է ձեր կողքով, չի կարող։ Սես մտածողները գիտեք ինչ են նման, պատկերացրեք։ Պատերազմը, ինքը մտածում է, որ եթե խելոք նստած է տանը, այդ ռումբը իրավակ չի գնելու։ Պատերազմը կա գոտում, բայց մտածում է, հա դες թուրքին ինչ են արել, որ ինձ գնդակար են։ Ինչի ռումբը նայում ան վրա է գալիս։ Կամ այդ ռումբի պայթունի հետևանքները բեկորները պետք է նայեն ուր են գնում։ Հա։ Ես 2 տարի առաջ էր կարծեմ մի հատ բան էի նայում, դոկումենտալ, ամերիկյան 90-ականների 1900-ական թվականների սկզբի այդ որ ինքը սկսեց լայն տարածում ստանալ մաֆիոզների միջոցով թմրանյութերի տարածումը։ Սկզբի դրանք տարածում էին արդարանալով դե փող ենք աշխատում, իսկ օգտագործողներն էլ սևերն են, իրաց մեջ են տարածում ու դրանց համարում էին, որ իրենք կենթանի են, դրանք մարդ չեն, ոչինչ, որ դրա հետևանքում իրանք մահան են։ Սկզբից տենց էին իտալացիները իրենց արդարացնում, եւ իհարկե ոչ միայն իտալացիները։ Այդ բիզնեսը տենց էին արդարացնում, իրենք իրենց համար։ Հետո այդ թմրանյութի շրջանառությունը ուրեմն բերեց հետևանքների։ Դրա ազդեցության տակ այդ սևերը անում էին բաներ, որ գալի կպնում էր իրանց։ Հետո շրջանառությունը այդ սևերից անցան նաև սպիտակներին, հետո մեկ էլ տեսան իրանց երեխեքն են արդեն դրանց մեջ։ Իրանք են դրանց մեջ։ Իրանց երեխեք, իրանց թոռները եւ պարզվեց, որ հասան արդեն դες պապիկի տարիքին, հասկացան, որ ոչ ընտանիք ունեն, ոչ թոռներ ունեն առողջ, ոչ ընկերներ են մնացել, կամ սպանել են, կամ օվերդոզից մեռել է։ Այդ բերեց թմրանյութերի շրջանառությունը։ Բայց սկզբից մտածում են դե կենթանիներն են օգտագործում, մենք էլ փող ենք աշխատում։ Հիմա Հայաստանում մտածում է, որ սա իրան չի կպնելու, ու սա իր երեխուն չեն պարտադրելու։ Մեկ այդ թմրանյութի ազդեցության տակ մեքենան իր վրա չի քշելու, իր աղջկան չի նեղացնելու կամ տղուն չի նեղացնելու փողոցում, հա, իր կնոջը կամ իրան։ Իսկ ասեմ հալալա ձեր ֆանտազիային։ Իրոք հալալա։ Ընտրություն չկա։ Իրոք ընտրություն չկա։
Կամ ամեն մարդ դառնում է իր ընտանիքի պաշտպանը, գիտեք ոնց է դառնում։ Էլի գալիս եմ են առաջի երկու պոստուլատի վրա։ Չծախվել, չկեղծել։ Մենք նահանջի տեղ չունենք, ախպեր։ Ուզում ենք ապրի Հայաստանը։ Եթե ուզում ենք, պետք է վերանայենք մեր որոշումները, վերանայենք մեր պահվածքը։ Ինչա կարող է մենք չգիտենք ովքեր են զբաղվում այս թամրանյութի վաճառքներով։ Կարող է չգիտենք ովքեր են այդ լակոտները կամ դա ծնողներն ովքեր են այդանով զբաղվում։ Լռելը բերելու է ավելի մեծ հետևանքների։ Ես հələ չեմ տեսել կյանքում եւ պատմության մեջ եւ անձնական պրակտիկայի մեջ մեկին, որ լռելով, հալմալվելով ինքը շահած լինի։ Իրան թվում է թե ինքը շահում է, արդյունքում ինքը կորցնում է շատ ավելի շատ, քան այն մարդիկ, որ որոշում են ինքնապաշտպանվել։ Պատմությունից կարող օրինակ բերեմ, երբ որ գաղթը սկսել էր տեղահանումը Թուրքիայում, ովքեր սուս-փուս տեղահանվեցին, կոտորվեցին բոլորը, այն բնակավայրերը, որոնք դիմադրեցին, նրանց մի մասը փրկվեց գոնե։ Սա ուղղակի որպես պատմական օրինաչափություն եմ ասում։ Դե ամեն մարդ իր համար որոշի ինքը այս ամեն ինչին դիմադրելու է ամեն գնով, թե որոշելու է հալմալվի ու արդյունքում ունենա սա։ Սա անինա Շիրակից նկարած գետի այս ափից։ Այս հենց հեռվից ենք նայելու մենք մեր տաներին։ Ինչպես հիմա հեռվից ենք նայում Արցախին։ Այս հենց այն ինչ որ հիմա կա, էլի հեռվից ենք նայելու։ Այս ամեն ինչի հետևանքը լռելը հալմալվելու բերում է սրան։ Ոչ մի ազգ այսքան անձնական փորձառություն չունի, վատ իմաստով եմ ասում, որքան մենք։ Բայց դասած քաղաց դասերը համեմատության մեջ 0 է։ Ինչ եմ ասում 0, արդյունքներով եմ ասում 0։ Արդյունքներով։ Որ նա ասում է նայ մեզ արդյունքը, հասկանում ես դա չես կարող։ Այս ամենը մեզանից ընդամենը 20 կիլոմետր է եղել։ Մեր սահմանին կողմն ինչ 20 կիլոմետր։ Ուղիղ գծով կարող 1 կիլոմետր էլ չկա, ասեմ։ Մեր ամեն ինչին այսպես հեռվից ենք նայելու։ Եթե իհարկե թողեն նույնիսկ եթե մոտիկ գանք, որ կարող է լինի մենք տիեզերքից նայենք։ Հիմա սա։ Ես տենում եք ես երևույթին այս ոստիկանի շորերով։ Ինքը կասի երևի ինքն էլ է, որ ենք պաշտպանում։ Այս Սոն Աղիկյանին չեն թողում, Լիլիթ Աղիկյանին կներեք, Լիլիթ Աղիկյանին չեն թողում, որ իր 80-ամյա նույնիսկ մայրը տեսնի, որ ինքը փաստաբան ունենա, ու չթողով այս կողքի հրեշն է այս ֆորմի մեջ։ Այս համազգեստով այս հրեշն է։ Ասում են չէ, իրան բան պետք չի։ Փաստաբանից զրկել են, հարազատների հետ տեսակցությունից զրկել են, որովհետև ինքը մի ամիս առաջ դատավորին ասել է դու կոռումպացված ես։ Եթե դատավորը կոռումպացված է ու այս ամեն ինչի հեղինակն ինքն է, հասկացաք, էլ ինչ է ինքը, այս ամեն ինչ իրականացնողները նույնն են։ Նույնն են, այս բերման ենթարկողներից, այս քննիչից, որ արգելել է տեսակցությունը։ Դուք բոլորդ նույնն եք։ Ես ինչքան ես նայում եմ, ես հասկանում եմ, եթե վաղը մի բան լինի, բայց ասած ոնց չեմ ուզում որ դա ասեմ, բայց եթե ամենավատ բանն լինի ազգի, ես կմտածեմ, որ ուննաչափ էր։ Հա, ուննաչափ է, ես մարդիկ իրավունք չունեն իրանք ապրելու, իրավունք չունեն իրանք պետություն ունենալու, իրավունք չունեն իրանք արդար միջավայր ունենալու, չունեն, իրանք լսեք, ոնց կարող է մարդը իր հորը չմշակի տեղը թույն ցանի, ունդեղ ինչ-որ լավ բան կարի ապրելու համար, չի կարող, թող շարունակեն այս թույն ու բանը ցանել հողի մեջ, ու իրանք էլ քաղելու են ինչ-որ ցանել են, մենք ինչքան մեզումը պատեպատպանք, մենք չեն կարող իրանց տեղը ապրել, ես մեր երկու մեծերի խոսքերը իզուր չբերեցի ամենասկզբից, չեք ուզում, դամալ ունեք Նիկոլ Փաշինյան, չեք ուզում, դամալ համախառում եմ ասում, երեխեքին տանում սպանում են,
այն երեխեքին դպրոցական 4-րդ դասարանի երեխա, ես պատկերացեցի մի պա իմ երեխուն 4-րդ դասարանում, 4-րդ դասարանի երեխուն նման բան արածում էին, ուրեմն անողներով, այդ լակոտներով, անողների ծնողներով, դասատուներով, դպրոցի տնօրեններով խաչած կլինեի առաջի այն բանին, ստորբեքի վրա, խաչած, դուք դատ էինք գնդականին, կացուն եմ, բայց ես պատկերացեցի մի պա, իմ երեխուն կապեի, ասում, այդ թուլեկից սկսած, իրանց ծնողներով, դասատուներով, տնօրեններով, բոլորս այդ մղջան գնացին եք, դե սյուներ կան սենց, փայտից սյուներ են, այտենց կտեսնեիք դա սաղին սենց խաչած այդ փողոցի վրա, եթե իմ այս վաղ այս երեխեքի տուժած ծնողները հրացանը վերցնի, գյուղ տեղա, ոնց կարող հրացան ունի, հրացանը չունենակ, ունենա լավ հացի դանակ, մսի դանակ, եթե սրանց բոլորի կաշին վրից հանի, մեկը կարող ասի, որ այդ մարդը հանցագործ է, եթե ասի, որ ինքն է հանցագործ, եթե որտեղ միջև սա չլինի, անասունը չի հասկանալու, որ արա ամեն ինչին եւ իր լիմիտ կա, էլի, քանի սա չի իրականացել, որովհետեւ որտեղ չկա բան արդարադատություն, դա սկսում է ինքնադատաստանը, քանի ինքնադատաստանի ինստիտուտը չի սկսել աշխատել, ու ամենաբիրտ միջոցներով, ասենք այս Աղեկյանի, եթե ունենալ ամուսին, որդի կամ տղա, սրանք պետք է դատավորին, ում ցուցումով սրան այս կնոջ այս վիճակում են դրել, այդ նույն մետաղյացողով գլուխը ջարդած լիներ, կամ այսօրվա քննիչի ոչ թույլ չի տվել, հավատացեք, ես սա բռնության կոչ չի, սա միջև չլինի, սրանք չեն հասկանալու, որ արա այս բանից են կողմ կյանք կա, այս իրանց համազգեստից այս կողմ, այս համազգեստը բրոնի ժիլետ չի, իրանք ու աստված չեն երկրի վրա, ոչ էլ գլուխներն է պողպատից, ոչ չջարդվի, միջև սենց մի բան չլինի, իրանք ամեն ինչ անում են, որ դա լինի, ես ուղղակի սպասում եմ, դա երբ է լինելու, էլի, երբ է սանտից մեկի գրպանի մեջ լիմոնկեն պայթելու, ես անդադ սպասում եմ, այլ տարբերակ չի մնում, միջև չլինի, սրանք չեն ստապվելու, ամբողջ համակարգը նույնն է, որովհետև ասեմ, եթե իրանք այդպես չլինեին, այդ համակարգի մեջ չէին լինի, այսինքն այս հրեշը չէր կարող աշխատել համակարգի մեջ, եթե ինքը հրեշ չներ, դա համար հանգիստ խղճով ասում եմ, ինքը հրեշը, էական չի, ում կիննա, ում մայրնա, ում ամուսիննա, եթե ինքը ատեղա, ու սա արդեն ինքը իրականացել, ինքը ապացուցում է, որ այն ինչ-որ համակարգը հրեշային է, ինքն է դրա մի մասն է, բնականաբար գործողություններն էլ պետք է լիներ այդպես, ուրիշ բացատրություն չկա ստեղ, մյուս հրեշների մասին, պարեկները ոստիկանային հատուկ պահպանման տարածքներից մեքենաների բաներ են, պայստամասեր են գողանում, բայց դուք ինչ եք մտածում, այս համակարգը ինչ պետք է լիներ, բան չկա, իրանք այս բանը սենց է, անպատժելությունը ամենասոսկալի զգացումն է, անպատժելության զգացումը մարդուն կարող է սարքի, ամենահավասարակշռված մարդուց կարող է սարքի հրեշ, ու սրանք այդ անպատժելության զգացումը սրանց խփելա հելելա տուր, սրանք դրա խոսում են թալանացի վերադարձի բան, բայց ինչ անառակի զավակ եք դուք բոլորդ, անառակի զավակ, ձեզ ուրիշ բան հնարավոր չի ասել, այս լակոտները մարդու մեքենան բռնում տանում են տուգանային հրապարակ, ու թալանեն անդերից, այս համազգեստը անեցքի, ոնց ասեմ, բար չկա, այս վերջերս ես հասկացել եմ, որ հայկական բառարանը բավականին աղքատիկ է, ես ոնց ուզում եմ բնութագրեմ, օրինակ Փաշինյան Նիկոլին Հայաստանի, հայերեն բառարանը բանի մեջ չի մտնում, նորմատիվ բառարանի մեջ ոչ մի բառ չկա, նույնիսկ ոչ նորմատիվայի բառերի մեջ այդ բառը չկա, որ ամփոփի սրանց Փաշինյան Նիկոլին, դրա չստացված երեխեքի մորը, չեմ ասում կնգան, որտեղ ով գիտի կնիկնա թե չէ, չկա հայերեն բառարանը աղքատիկ է դուրս գալիս սենց բառարաններում, սա նայենք. Спасибо большое. И второй вопрос. На прошедший парад Победы планировал прибыть президент Азербайджана Ильхам Алиев, однако визит был отменен.
В каком состоянии сейчас пребывают отношения Москвы и Баку на этом фоне? Знаете, отношения с Баку... Հարցերից որ բանը պետք է գար Ալիևը այդ պարադին մայիսինի ու չեկավ ոնց է հարաբերությունները Ադրբեջանի հետ ու պատասխանում է Զախարովին Выстраиваем мы на базе подписанной на высшем уровне в феврале 2022 года декларация о союзническом взаимодействии. Наша страна настроена на последовательное раскрытие всего потенциала этого ключевого. Սա իրանք արագացեցին ստեղ իմ ձեռը չի կգա ես չեմ ծաղրում չնայած արժանի են ծաղրելու նենց որ չի շուտես չի անի սա ինչա ասում Ալիևը հարցն եմ ասում քեզ Պուտինի երեսին բառացի ու չեկա ասես դու այդքան չկաս որ ես գամ քո պարապին ոնց է ձեր հարաբերությունները պատասխան որ մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա է բարձր ու ոչ մի բան չի կարող մեր մեջ լինել ասելիքս գիտեք ո՞նն է սա ռուսական միշտ բանն է եղել իրանք չունեն համագործակցել գործակցային հարաբերությունների ֆորմատ իրանք համար կամ դու ստրուկ ես կամ եթե դու կարողանում ես իրանք քո ոտքերը սրբես իրանք քո ստրուկն են այսինքն ուրիշ տարբերակ իրանք մոտ չկա կամ իրանք քեզանից sense վախմխալով կախված ամեն ինչը տուլ են տալի ոնց որ հիմա Ալիևը ինչ ուզում անում է իրանց հետ կամ դու ես ամեն Նիկոլ Փաշինյանն ես կամ Լուկաշենկո որը նույն բանն է հասկանում եք ռուսական ֆորմատը հարաբերությունների սա է եթե դու կարող ես քեզ թույլ տալ իրանց վրա ոտերը ցրտել դու իրավունք ունես ու իրանք դա ընդունում են որպես կարգ իրանց մոտ նեղանալ քաղաքական հաշվան ուղղել բացատրությունը կամ վերանայել հարաբերություն չկա իրանք դա ընդունում են որպես նորմալ երևույթ իսկ Ալիևը լինելով KGB-շնիկի ծնունդ սովորացնելով Մոսկվայում շատ լավ գիտի ռուսերեն հոգեբանությունը սրանց հոգեբանությունը սա անառակ են այսքան անառակը գիտեք որն է մարմնավաճառը իրական չի դու իրանց ինչ է ոնց է սա վերաբերվում կհայոյես թե կբարեխոսես փողը տվել ես ծառայությունը մատուցում են ինքը լավ գիտի Ալիևը փողը տալիս է իրանց նավթը վաճառում է իր միջոցով իրավունք ունի սրանց ինչ ասես ասելու ու սրանց համար դա նորմալ է ընդունում են որպես արժանին բայց հլա հանկարծ փորձի դա անի մեկը որ որից իրան կախվածություն չունե այժմ կտեսնենք սա ռուսներն են որտեղ Шилов Егор Алексеевич, признать виновным операционного наказания лишения свободы 42 года 6 месяцев с отбыванием наказания лишения свободы с презумпционным еще режимом. Ես երեխեքին 26 տարի են դատում դպրոցականներին, որոնք բան են բռնել, պլակատ, ոչ պատերազմին։ Այս է երկինն է։ Այս է երկինն է, որտեղ այս երեխեքին դպրոցական դատում են, այսինքն սա վերջացավ, ասենք 2.5 տարի կոլոնիայում դպրոցակ մալալետկեքի անչափահասների գաղութում, սրանցից բան չի մնա։ Ամենահավասարակշռված մարդը մտնին դե, ամենաբարոյական արժանինքներով բան։ Այսինքն իրանք այս դատարանը, այդ երեխեքի դպրոցականներին չի կարելի դատել, դպրոցականներին սկսել են դատել Ստալինի ժամանակ։ Ստալինի ժամանակ մահապատիժը 16 էր, իջացրեցին 14, որ 14-ից էլ կարանան ուղարկեն գնդակարելու։ Հիմա սրանք դպրոցական երեխուն պալակատի համար դեմ են պատերազմին։ Ոնց է դու դեմ ես պատերազմին, պետք է գիտեմ նստես 26 տարի։ Եվ որ ես տեսնում եմ մարդիկ, որ մի քիչ նեղվում են այս ամեն ինչից, ու հիմնականում պետք է ասեմ, գրում են կիրիլիցայով, աննազգաններով, ես գիտեմ ովքեր են նեղվում, էլի։ Որ նայում եմ, հենց մեկը նեղված է, նայում եմ չա գրվել, կիրիլիցայով է գրված, արդեն բնական է։ Գիտեք, սա ընտրություն է։ Ես դեմ չեմ, որ ինձ չեք հավանում։ Ես դեմ չեմ, որ ինքը մեկին իմ հետ համաձայն չի։ Բացարձակապես միևնույն է։ Որտեղ ես չեմ ասում ինչ որ հաճոյանալու, ինչ որ ես ասում եմ, ինչ որ ցույց եմ տալի։ Դա եղածն եմ ցույց տալի, ես ցույց չեմ տալի ինչ որ մի բան, որ ինձանից եմ հորին է կամ ցույց եմ տալի հաճոյանալու համար։ Սա ընտրություն է։ Սիրել Ստալինին, սիրել ես մեթոդները, սիրել Պուտինին, դա ընտրություն է։ Որում էս ընտրությունը գալիս է
կյանքի նկատմամբ արժեքների նկատմամբ մարդու ունեցած հակումներից, հասկանում եք։ Այսինքն գեղեցիկը սիրող մարդը չի կարող ռաբիզը լսի։ Եթե ինքը ռաբիզ լսող է, ինքը չի կարող գեղեցիկը սիրի, հասկանում եք, ինքը ճղճինն է սիրում, ինքը էժանն է սիրում, ինքը շիրպատրետն է սիրում, հասկանում եք։ Հիմա Ստալինին սիրող մարդը դա չի կարող ժողովրդավարությունը սիրի, դա չի կարող մարդու մեջի ազատությունը սիրի։ Իսկ այսօր Ստալինի արձաննականն ասում Պուտին բանում Մոսկվայում։ Ուրեմն նշանակում է մեկը այս ամիջը սիրում նշան կյանքում չի կարդացել Սալժենիցին, չի կարդացել Պաստերնակ, ուներելի գրողներ կան Բունինից սկսած, ոչ մի բան չի կարդացել երբևէ։ Ախմատը բաբան ես հələ չեմ ասում դրանց։ Այսինքն նշանակում է գեղեցիկն չի շփվել, գրականության հետ կապ չունի, պատմության հետ կապ չունի, ինքը ուղղակի տուպը նայում է Սալավյով, այնտեղ ինչ ասեցին իր համար։ Անդրոմ Սալավյովն էլ դաժանաբարեցու մի բան կասի, բաղնել այն բան կասի։ Մի օր ամերիկան իրան թշնամին է, ամերիկանները թշնամին է, հենց գալիս է Թրամփը ոնց Թրամփը իրենց դաշնակիցն է, ամերիկան իրենց դաշնակիցն է, եւ իրանց օգնելու է, որ իրանք կոտորեն ուկրաինացին ու դա նորմալ է։ Դա մայր ասում, այս ամեն ինչ ընտրություն է, ես չեմ կարող մեկին ասել, դու ես դա ընտրե։ Ես ընդամենը նորից եմ ասում, այդ ամեն ինչին նայում եմ ուսումնասիրողի աչքերով, առանց էմոցիայի, սուտ ուսումնասիրության իմաստով, որ հասկանամ որտեղից է գալիս այդ մարդը, որտեղից է գալիս այդ խնդրեմը ու ոնց է դրա հետ հնարավոր ապրել, շփվել կամ եթե հնարավոր է պայքարել, բայց քանի որ ես դեմ պայքարի ոչ մի ցանկություն չունեմ, հիմա կասեք, այս ամեն ինչն է, ում համար է։ Չէ, այս ամեն ինչը նրանց համար ովքեր պատրաստ են նոր բան լսել, մտածել, ընդունել կամ չընդունել, երեխական չի։ Ես վերջի ճշմարտությունը չեմ ասում, ես եղածը ցույց եմ տալի, թող ամեն մեկը իր ֆիլտրներով, սեփական ֆիլտրներով անցկացնի, սեփական եզրակացություններին գա։ Ու ես ինչ չեմ համարում պարտավոր կամ իրավասու ինչ որ մեկին դասիարակել, ամենակարևորը։ Ես իմ սահմանները լավ գիտեմ, իմ չափը տեղը հստակ իմ համար որոշել եմ, որ ոչ մեկ չասի երբևէ դու քո չափը անցա։ Չէ։ Ես իմ ամեն խոսքի համար պատասխանատու եմ, գլխով, կենսագրությունով, ամեն ինչ։ Դա ասում, սա ընտրություն է։ Եթե մեկի համար էս սա նորմա, դա նորմա։ Ես ինչ պետք է ասեմ, ուրեմն իր նշանակում, իր համար նաև նորմա, որ 4 տարեկան երեխուն, 4 դասան երեխուն կամ ստիպողաբար նաև թմնելու։ Պարտադիր է։ Որտեղ այդ ամեն ինչը հենց տեղից է գալիս, սա նույն համակարգն է, որտեղ մարդը ոչ մի բան է, որտեղ չի գործում օրենքները, որտեղ չի գործում մարդու ազատությունների ամենակարևորը է անքննելի իրավունքները, որտեղ միլիցիան որոշիչ է, որտեղ կաշառքով է բոլոր հարցերը լուծվում, մի խոսքով, ջունգլի, դեռ ջունգլի, որտեղ ցիվիլիզացիան չի հասել տեղ, այդ բոլորում ափսոս է, չէ պատկերացնում եք 140 միլիոնանոց երկիրը Ռուսաստանը ինչ մեծ գլուխներ է տվել, այսքան գլուխ տալուց հետո այս վիճակին, իսկ մեկ հակառուսականության մեջ է մեղադում, երանի սրանք իմանային, թե ես ասենք իրաց լուսակ, որ գլուխներին ինչքան լավ եմ ճանաչում, ինչքան խորքային եմ ճանաչում եւ ինչքան եմ գնահատում իրանց ու մտածում եմ, բա գրողը տանի այսքան դու բան տաս ու մնաս ընդեղ, դա էլ է ընտրություն։ Ու այդ ընտրության մեջ, դա համար եմ ասում, Ռուսաստանը ապագա չունի, որտեղ ինքը միշտ դա է ընտրում։ Ինքը ունի ընտրելու, դա է ընտրում։ Ինքը լուսավոր դեմքեր ունի, բայց դա է ընտրում։ Ես իրան ոնց կարամ ասեմ, ապի ջան, մարվադեց քեզ։ Կամ ես քո հետ ոնց ապագա կապեմ, ես չեմ կարող։ Ես լավ ընկերներ ունեմ, ես ասում եմ, իմ ուսումնասիրությունների մեջ ռուսական մշակույթի գիտությունը շատ մեծ տեղ չունի, բայց ունի։ Ես իրան գնահատում եմ դրա համար։ Հնդկաստանը արգելափակեց թուրքական կամպանիաներին եւ բոլոր տեսակի թուրքական այլ ադրբեջանական ապրանքները։ Շատ լավ է։ Ուկրաինական ԱԹՍ-ները այսօր գրել են Ղրիմը, այսպես հոյակապը։ Այս կայսրությունը պիտի փլվի։
Այդ չի նշանակում, որ ես ոսկով գլխով ինչ անում է Ուկրաինան ամեն ինչին համաձայն եմ, մեր նկատմամբ հայերից նկատմամբ, իրանց պրոպագանդիստների հետ համաձայն եմ, բոլորովին, չէ։ Իմ ամենամեծ թշնամին իմ կառավարությունն է եւ ինձ կառավարություն պարտադրող ռուսական կայսրությունը, որը պետք է քանդվի։ Ռուսական էկոնոմիկան 21% ինֆլյացիա ունի եւ ցենտրալ բանկն ասում է, որ նա գտնում է free fall, այսինքն ազատ անկման մեջ։ Սա ռուսական տնտեսության վիճակն է։ Պատերազմը, ցանկացած պատերազմ, դա սկզբից տնտեսությունն է։ Դրա համար ես այսքան մեծ նշանակություն եմ տալի ռուսական տնտեսության վիճակին։ Ստե մի հատ ուրիշ բաներ բերեմ, ինֆորմացիա։ Նախկին բանը, դեսպանը Ամերիկայի Ուկրաինայում դուրս գրել եւ ասել դուրս եկել դիմատվել եւ ասել ես դուրս եմ եկել հենց Թրամփի ադմինիստրացիայի կողմից ճնշումների պատճառով ընդդեմ ուկրաինական քաղաքականության, որ իրանք որոշել են իրականացնել։ Սա շատ ունիկալ հայտարարություն է, սա պետք է լսել, կարդալ, այդ որ ասում էի էկոնոմիկայի մասին։ Ուրեմն Ստամբուլի բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ մենք Շվեյցիայի հետ 21 տարի պատերազմել ենք։ 21 տարի պատերազմել ասելով, հայտարարելով դրանով, որ Ուկրաինայի հետ պատերազմելու ենք այնքան ժամանակ, քանի մենք գոյություն ունենք։ Դրա համար էլ ես Ռուսաստանի տնտեսության փլուզմանը եւ վիճակին այսքան նշանակություն եմ տալիս։ Ու դա շատ պարզ է, ես միշտ ասել եմ, Պուտինը պատերազմը շարունակելու է այնքան ժամանակ, քանի ինքը ապրում է։ Որովհետև պատերազմի դադարեցնելը դա իր իշխանության վերջն է։ Պատերազմը երկու տարբերակ ունի դադարելու։ Կամ ինքը գրավում է Ուկրաինան, որը ռեալ չի, հնարավոր չի առավելևս հիմա, կամ շարունակում է այնքան, պատկերացնում եք ամիսը 40-50 հազար մարդ է սպանում։ Իր բնակչությունից, այն մարդ չի մնացել, մարդ չունի։ Բայց փողոցներից հավաքում տանում է փողով, միսա տանում լցում է բանի մեջ սենց։ Վառարանա է, լսես, իր իշխանությունը այդ ժողովրդի վրա օրեկան նստում է 1000-ից 1500 կյանք, որպեսզի Պուտինը մնա իշխանության, օրեկան 1000-ից 1500 ռուսա սպանում Պուտինը, որ ինքը մնա իշխանության։ Եթե ժողովուրդը համաձայն է ու իր դպրոցականներին դատում է, որոնք ասում են չենք ուզում պատերազմ, որտեղ այս դպրոցականը հիմա եթե 15-16 տարեկանը, վաղը հենց 18-ը լրացավ իրան տանելու են ընդեղ։ Ինքը երբ մտածում ավելապես որ ես գնամ նստեմ, քանի վերցնեմ տանեն բանակ։ Ասում է չեմ ուզում պատերազմ, ասում ո՞նց է չես ուզում։ Այո դու պիտի ուզես, դու պիտի գնաս մեռնես անպայման, որովհետև Պուտինն ուզում է ապրի աղբեր։ Դու էլ ասում ես պատերազմ չեմ ուզում։ Եթե ես երեխա 16-17 տարեկան, 2 տարի պետք է գնալ բանակ, չէ՞։ Ո՞վ ասել, որ 2 տարի եւս այս պատերազմը կարող է չգնա։ Սրանք այսօր ասում են Շվեյցիայի հետ 21 տարի ենք պատերազմել, 21։ Իսկ բանի հետ Ուկրաինայի հետ ընդամենը 3 տարի։ Իհարկե ռուսական այս տնտեսությունով 21 տարի չեն ձգի, մանավանդ որ Եվրոպան ամենակտրուկ ձևով որոշություն է կայացնել նոր անհնարին սանկցիաների մասին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոչ անում միանալ մարդկությանը Եվրոպային։ Իհարկե ամերիկյան հասարակությունը կմիանա, իհարկե կառավարության մի մասը կմիանա, բայց ոչ Դոնալդ Թրամփը մեծագույն հաճույք է ստանում իր վրա ոտեր սրբելու այդ process-ից, չգիտեմ, այդպես մի աննկարագրելի սեր է իր մոտ Պուտինի նկատմամբ։ Ամեն ինչ կուլա տալի, ամեն ինչ, այն բան կա, մի հատ անեկդոտ կա, ամուսինը մի օր Պուտինը սովորացել է ստորացնելու, ինքնը սովորել է, էլի։ Մի օր ուշանում է, ուշակում գալիս, էլի։ Ուշանում է, այդ ամուսինները ծեծող, ջարդող խմողն է, այս կինը մնում է, չի գնում քնելու, նստած սպասում է։ Արա ասում է, այս մարդներ երբ հա գալու ծեծի գնամ քնեմ։ Այդ բանի մոտ Թրամփի մոտ այդ կախվածությունն է։ Ինքը առիթներ է ստեղծում, հիմա ասում է եմ ուզում հանդիպեմ դրա։ Ինքը առիթներ անդադ ուզում ստեղծի, որ Պուտինը հերթական անգամ իրան նվաստացնի
որ ինքը ոնց որ դրանից հաճույք է ստանում։ Ես ուրիշ բացատրություն ստե բացի նրանից որ ինքը հրամանակատարում ուղիղ ուպը հրամանակատարում, մյուսը այս կարգի կախվածությունն է, ոնց որ այս անեկդոտի կնոջ այդ հոգեվիճակը է, ասում երբ է գալու ծեսի գնամ քնեմ, չի կարում, առանց ծես ուտելու չի կարում մարդը գնա քնի։ Այս նույն վիճակն է Տրամպի մոտ, բայց Ուկրաինան մտածում է ամենադաժան սանկցիաները մտցնի, բացի դրանից զինի էլի ամեն գնով Ուկրաինային, էլ ոչ մի կասկածի, ոչ մի բանակցության տեղ չի մնացել։ Տեսնենք, ամեն ինչ անում են, որ Թրամփը դարձի գա, բայց ես գիտեմ, որ դարձի չի գա։ Սա բանն է, սա Երևանն է։ Տեսնում եք այս ջրատարը, որտեղ վերջանում։ Սա Նիկոլ իշխանությունն է։ Տեսնում եք։ Իրենց ամեն ինչն է ֆեյք։ Ամեն ինչն անգրագետ ու ամեն ինչ էս որակի։ Այս բովանդակության մեջ։ Սա անտիճ իլյուստրացիա է, նկարարությունը ինչ է նշանակում Նիկոլյան իշխանություն։ Իսկ հիմա տեսնենք ինչ են ասում մեր քաղաքացիները։ Խուլիգանություն։ Ինչպես պիտի Այդ նիսենք խուլիգանություն։ Ինչպես պիտի գնահատեմ։ Ամենաաբիդին գիտեք որն է, որ մարդիկ, որոնք իշխանության մեջ չէին, այդ բառերը դաժե մտովի չէին օգտագործում։ Իսկ հիմա ինձ դուխը հələ իրանց ուտում է, փողոցում կբռնեինք սատկսնեին տես բախոսային։ Չի պատգամավորը հլում ասма քու մերեքու հերեքու լավ է, հա, այդ ես ինձ թույլ չեմ տալիս կի։ Խուլիգանություն։ Այո, իհարկե դուք ձեզ թույլ չեք տալու անբան։ Իրանք էլ, ասում, հետաքրքիր բան է իշխանությունը։ Մարդիկ կորցնում են։ Արամ Ղալաբեկյանը մի շատ լավ ֆրազ ուներ։ Արամ Ղալաբեկյանը մեր շատ լավ դիրիժորներից էր, իմ դասատուն եղել նաև, որ մեկին ուզում ասել քեզ կորցրել ես, ասում էր դուք ձեր կենտրոնը կորցրել եք։ Կենտրոն առանցք է։ Հիմա իրանք առանցք են կորցրել, իրենց կենտրոնը կորցրել են, չեն հասկանում ինչ են անում, ինչ են խոսում, չեն հասկանալու միջև են պահը, եւ որ հանկարծ մի օր մնան առանց իշխանության, առանց այդ ոստիկանի մահակի պահպանության, մեկ էլ այդ ոստիկանի մահակը սկսի իջնել իրենց գլխին։ Կամ դա լավագույն տարբերակն եմ ասում, չէ՞ որ դա կարող է հասարակ քաղաքացու ձեռքը իջնի իրենց գլխին եւ ոչ միայն։ Իսկ այդ օրը սալերի հետևում չի 26 թվին բան չի մնացել։ Ոչ մի բան չի մնացել։ Ես ասեմ ավելի, եթե նույնիսկ ինչ որ ձևով, ինչ որ հրաշքով, էլի Մոսկվան կարողանա իր իշխանությունը նշանակի, դա դեռ չի նշանակում, որ սրանք ծես չեն ուտելու բոլոր հնարավոր պատվարներում։ Որտեղ այն որ սրանք են արել հա ժողովրդի հետ, չի արել հանրապետականը, չի արել դրանից առաջ Քոչարյանի բաները, պատգամավորները, ես չեմ ասում Քոչարյանի մասին, իրա պատգամավոր սենց բան, մարդիկ ինչքան ուզում է ատեին Աշոտյանին կամ Շարմազանովին, իրանց մոտ Շարմազանովի գլուխը ջարդելու եւ նրան սպանելու, ոչնչացնելու բան չկար, մարդ չկար, ուղղակի զզվում էին իրանց, ինչ է բան, բայց սենց անձնական ուղղակի վրեժխնդրության այսքան բան կուտակած չկար, այսօր թող իրանք մտածեն, բան չի մնացել, մի քանի ամս։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, ինչ կարծիք ունեք, շանսեր ունի նա ցանկանում է խորհրդարանական ընտրություններին մասնակցել։ Ես կասեմ ամեն ինչ, բայց խնդրում եմ որ ցույց տաք, ոչ մի բան մաչանեք։ Եթե Ռոբերտ Քոչարյանը մի փոքր նամուս ու պատիվ ունենար, նա ոչ կմտներ քաղաքականություն, ոչ է դուրս գար ասպարեզ։ Ամբողջ մեր հայ ժողովուրդը իրար շատ լավ ճանաչում է, 10 մատի պես։ Թող ամոթը հավաքի կամ գա հանձնվի կամ էլ ընդհանրապես Հայաստանից կբերանը։ Իհարկե դեմ ամբողջ ժողովուրդն է դեմ, ես այստեղ եմ աշխատում, շփվում եմ մարդկանց հետ, անհարմար է։ Ռոբերտ Քոչարյանը, էլ եմ ասում, ամոթը չկորցնի։ Բա դրա համար են իրան պահում։ Չի թե որ առնու ժողովրդի, իրան դեմ է, բա դրա համար են պահում։ Բա դրա համար որ կամ Ռոբիկ կամ մենք։ Ու մտածում եք 26 թվականի ընտրություններին սա պետք է աշխատի։ Ռոբերտն էլ գիտի, որ օգտագործում է որպես կլոուն, որպես բան, սատանա, որով հախացնում են ժողովրդին, Նիկոլին մի քիչ վարկը բարձրացնելու։ Բայց ես ու մեծ հարցում եմ դնելու, ով ավելի զզվելի, Փաշինյան Նիկոլը թե Ռոբերտը։ Վատ մի քիչ, զուր գերեմ դրա մասին, տեսնենք ինչ ասում։ Թասիբ ունենա, գոնե մի քիչ։
Այդքան բան, ուրիշ։ Քոչարյանը հայտարարում է, որ կարող է համախմբել մարդկանց, ինչ է կարծում ժողովուրդը կհամախմբվի նրա շուրջ։ Համախմբվելը գիտեք ովքեր են։ Ես շատ ծանոթ եմ շատ մարդկանցից, որ ասում են ինքը կարա մարդկանց եւ վախացնելով, ես ստիպելով եւ իրա փողերով, որը հայ ժողովրդի գումարն է եղել, այ դրանցով ինքը շատ հնարավոր է ու կան մարդիկ որ ինչ որ բաներից վիրավորված են կամ էլ իրա օրոք իրա կողքին են եղել, այ դրանք կհամախմբվեն, բայց իսկական մեր մաքուր հայ ժողովուրդը, թասիբով ժողովուրդը, որ սիրում է իր հայրենիքը, երբեք իր հետ չի համախմբվի։ Գիտեն, բդրամալ են իրան առաջարկում այլանդրանք, հասկացաք ժողովուրդ ջան, Ռոբերտ Քոչարյանը դա թույլ է տալիս, որ իր նկատմամբ զզվանքը օգտագործեն Փաշինյան Նիկոլին պահելու համար։ Այն մարդիկ, ովքեր հավատում են Ռոբերտ Քոչարյանը, որ կարող է Հայաստանի դեմչակ փոխի եւ աջակցում են Ռոբերտ Քոչարյանին, իրանք աջակցում են Նիկոլին մնալու երկարատև, ինչ որ մտածում են իրանք հնարավոր է անել։ Ես չգիտեմ արդեն սա հասկանալու համար առանձնապես ուղիղ պետքա թե չէ։ Արդեն զարմանում եմ, որ մարդկանց համար սա այդքան էլ պարզ ճշմարտություն չի։ Գիտեք, ես արդեն չգիտեմ, չեմ ուզում կոպիտ լինեմ, էլի գնահատականներից մեջ, բայց արդեն ուղղակի չեմ հասկանում։ Դժվար։ Սուտ ասելով գործ առաջ չեն տալու։ Փաշինյանը թող իր համար աշխատի։ Դրանք նա բերում ընդ է որ։ Փաշինյանը չի բերում, բերողն է բերում։ Քաղաքացիները չեն համախմբվի Քոչարյանի շուրջ։ Չէ, դա անհնարին բան է։ Այսքան զոհից հետո ինքը որ վիշ չի առնում, այդ արդեն չափից դուրս է։ Դրանուն մի տուր, հա, խնդրում եմ։ Ոչ։ Ես կարծում եմ ընդհանրապես ինքը չերևա Հայաստանում։ Ժորժ ջան, սա է վիճակը։ Ուսանը գիտեն նաև այն մարդիկ, ովքեր խաղում են այս թելերի հետ։ Իրանք շատ լավ գիտեն այս հրեշնովա, ու այս մարդիկ երբեք չեն մոռանա։ Դա համար չեն ասում, արա գնա էլ աշներից մի երևա։ Դրանից գնա էլի, չէ, մնա որ Նիկոլին կարողանանք պահել իշխանության։ Հիմա խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ պահում են կամ աջակցում են Ռոբերտ Քոչարյանին։ Ձեր աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին նույնն է, թե դուք աջակցում եք Նիկոլ Փաշինյանին։ Ես չգիտեմ, երևի ինչ որ մի պահից ես սկսեմ ավելի կտրուկ լինել իմ գնահատականների մեջ, բայց դեռ ուզում եմ խուսափած լինեմ։ Նիկոլ Փաշինյանի պահում է Ռոբերտ Քոչարյանը։ Իր ամբողջ ռեսուրսներով, ամբողջ, դա չեմ ասում, որ Սերժի չի պահում, Սերժն էլ է պահում, ով ապեր։ Բայց այս համակարգը, ուղղակի Սերժի նկատմամբ այդ ատելությունը չկա, դա Սերժի մասին ոչ մեկ չի խոսում։ Ամբողջ ատելության գեներացիան հենց Ռոբերտ Քոչարյանն